Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ 637 տեղամասերում կատարված վերահաշվարկից հետո մի շարք ուժերի ձայները փոխվել են, որ ուժերն են շահել վերահաշվարկից։ Ընդդիմադիր ուժերը պահանջում են ընտրական գործընթացի իրավական գնահատական, կբավարարվեն նրանց պահանջները և կարող են խախտումները ազդել ընտրության արդյունքների վրա։ 1929 թվականից գործող ամբիոնը փակվել է առանց հստակ բացատրության, որն է պատճառը։ Իրանն ու ԱՄՆ-ն մոտ են համաձայնության, կհաջողվի կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Խորհրդարանական ընտրությունից օրեր անց կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է ամփոփել վերահաշվարկների արդյունքները։ 637 ընտրատեղամասերում իրականացված վերահաշվարկից հետո մի շարք քաղաքական ուժերի ստացած ձայների քանակը փոխվել է, սակայն ընդհանուր պատկերը մնացել է նույնը։ Տեսնենք, թե կուսակցություններից որոնք են ավելացրել իրենց ստացած ձայների թիվը և որոնք պակասացրել։ Ռեֆորմիստների կուսակցությունը քվեների ստացած թվից 11-ով պակասել է, բոլորին դեմ եմ կուսակցությունը պակասել է 244-ով, Ուժեղ Հայաստան դաշինքը ավելացել է 508-ով, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը քվեների թիվը պակասել է 117-ով, Նոր ուժ կուսակցությունը քվեների թիվը պակասել է 21-ով, Միասնության թևերինը պակասել է 56-ով, Ազգային ժողովրդավարական բևեռինը ավելացել է 5-ով, Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցության քվեների թիվը ավելացել է 1-ով, Հայ ազգային կոնգրեսինը պակասել է 47-ով, Հանրապետություն կուսակցությանը ավելացել է 8-ով, Քրիստոնեաժողովրդավարական կուսակցությանը չի փոխվել, Ժողովրդավարական համախումբը պակասել է 14-ով, Դեմոկրատիա, օրենք, կարգապահությունը պակասել է 819-ով, Քաղաքացիական պայմանագիրը ավելացել է 1148-ով, Հայաստան դաշինքը ավելացել է 217-ով, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը ավելացել է 18-ով, Լուսավոր Հայաստանը ավելացել է 55-ով։ Միևնույն ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել ընտրական գործընթացում արձանագրված խնդիրները։ Արդեն 3 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներ անվավեր են ճանաչվել արձանագրված խախտումների հիմքով։ Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ արձանագրված խախտումները կարող են ազդել ընտրության արդյունքների վրա և պահանջում են իրավական գնահատական։ Ինչ պահանջներով էին նրանք 3 կենտրոնական ընտրական հանձնաժողովում և ինչ որոշումներ են արդեն կայացվել, Անիա Բաղյանի ռեպորտաժում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բակն աղմկոտ էր։ Երկու ընդդիմադիր ուժ մի քանի ժամվա տարբերությամբ հանդիպումներ են ունեցել կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հետ։ Առաջինը ԿԸՀ եկան Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները։ Պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում ներկայացրեց, պահանջելով անվավեր ճանաչել ընտրության արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու դիմումը քննարկելու ընթացքում պարտավոր է նաև անդրադարձ կատարի վերաքվեարկության հանգամանքին, որը նաև մենք ներկայացրել ենք մեր կողմից մուտքագրված այլևս դիմումի շրջանակներում։ Վերաքվեարկության հիմքերը շատ հստակ են։ Եթե անվավեր ճանաչված այդ ընտրական տեղամասերի արդյունքները ազդեցություն են գործում ընտրության արդյունքների վրա, ապա պարտադիր է այդտեղ վերաքվեարկության հանգամանքը։ Պարտավոր է կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշվածը կազմակերպել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել երեկոյան ու անվավեր համարել 2, 10 կոտորակ 51 և 35 կոտորակ 65 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները։ Կրկնընտրություն նույն տեղամասերի համար չի նշանակել կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչն էլ դժգոհության պատճառ է դարձել։ Ընտրության արդյունքների անվավեր ճանաչելու հիմքերի մեջ է նաև մի շատ կարևոր հանգամանք։ Հարգելի գործընկերներ, ընտրություններին մասնակցած մեր հայրենակիցներից 100,000-ի ձայները, 100,000 կլորացնում եմ գործընկերներ, ձայները ոչ թե անձնագրի պատշաճ կերպով աշխատանքի արդյունքում են ձևավորվել, այլ մասնագետի կողմից մուտքագրման եղանակով լրացնելու։ Սա արդյոք խնդիր է։ Այո։
Վարդևանյանը եկավ, ներկայացրեց դիմումը ԿԸՀ-ին եւ հեռացավ։ Քիչ անց այստեղ ոստիկանական ուժեր կենտրոնացրին։ Ավելի ուշ ԲՀԿ համախոհներն ու աջակիցները եկան։ Սուրեն Սուրենյանցի խոսքով իշխանությունը փորձում է դուրս մղել ԲՀԿ-ին խորհրդարանից։ Գիտեք, ինչ-որ կարմիր գծեր կա, որոնք պետությունը վերածում է ավազակապետության։ Եվ մենք մտադիր չենք իրավական բեսպրիձելը հանդուրժելու։ Պայքարելու ենք մեր յուրաքանչյուր քվեի համար, հայտարարում էին կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հավաքված ԲՀԿ-ականները։ Այս մասին նաև կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր գրառում արել։ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության։ Ուշ երեկոյան գաղթագողի անցկացվեց ԿԸՀ նիստ, որտեղ չեղարկվեցին երկու տեղամասերում անցկացված ընտրությունները առանց վերաքվեարկություն նշանակելու, ինչպես պահանջում է ընտրական օրենսգիրքը։ Ակնհայտ է, որ ընտրությունները չեղարկվել են հենց այն տեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն շատ քվե է ստացել։ Միաժամանակ չեն չեղարկվել այն տեղամասի արդյունքները, որտեղ ԲՀԿ ձայների զրոյացումը չէր կարող ազդել ընտրությունների ելքի վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց ակցիաներն ավարտելուց հետո ԿԸՀ-ն հայտնեց 12 կոտորակ 13 ընտրատեղամասում եւս անվավեր են ճանաչվել արդյունքները։ Խայտառակ խախտումներ եւ ընտրության արդյունքներին խանգարող վիճակ էր ստեղծվել բազմաթիվ ընտրատեղամասերում, ահազանգում են քաղաքական ուժերը։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ընտրության արդյունքների շուրջ դժգոհություններ են հնչել նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունից։ Նախկին արտգործնախարար կուսակցության ցուցակով падգամավորի թեկնածու Արա Իվազյանի խոսքով ԿԸՀ-ի վերջին որոշումները կասկածի տակ են դրել ընտրողի կամ արտահայտման անձեռնամխելիությունը։ Այս որոշումը հարց է բարձրացնում. ով է որոշում ապագա ազգային ժողովի կազմը։ Ժողովուրդը թե պաշտոնյաները։ Ինչպես նշվեց, մենք սկսում ենք անհապաղ կոնսուլտացիաներ ընդդիմադիր բոլոր ուժերի հետ, նպատակ դնելով ոչ թե պաշտպանել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, այլ պաշտպանել ընտրելու իրավունքը։ Ես դիմում եմ մեր ժողովրդին։ Այսօր կարևոր չէ ում օգտին եք դուք ձեր ձայնը տվել։ Այսօր կարևորը ձեր քվեն արժեք ունի, թե այն պայմանական է։ Իսկ ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը վստահեցնում է, եթե իրենց թիմը վերցնի падգամավորական մանդատներ, նրանցից որևէ մեկը չի միանա իշխանությանը։ Նա նաև նշել է, որ իրենք ընտրել են քաղաքական պայքարի օրինական ճանապարհը եւ մտադիր են շարունակել այդ ուղին։ Մենք գլխավոր հարցն ենք անելու ենք ամեն ինչ օրինական ճանապարհով Փաշինյանին հեռացնենք։ Սա է լինելու հիմա մեր քայլերը։ Սահմանադրական դատարանի օրինական ճանապարհը նկատում Հիմա դիմել ենք սահմանադրական, չէ, հիմա դիմել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի իրենց մեղքերը քավեն։ Եթե չստացվեց, կդիմենք սահմանադրական դատարան, ասեցի արդեն։ Առաջարկում ենք երկու պայման։ Նոր ընտրություններ, երկրորդ փուլ, որը կորոշեն, դա էլ կանենք։ Ընտրության արդյունքներին անդրադարձել է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա կասկածի տակ է դրել պաշտոնական արդյունքների հավաստիությունը, քննադատել ԿԸՀ-ի գործողություններն ու հայտարարել, որ իր համոզմամբ արձանագրված արդյունքներում եղել են լուրջ խախտումներ։ Լսենք հարցազրույցի ուշագրավ հատվածները։ Մենք վերջնական որոշում չունենք մանդատների հետ կապված, ուղղակի սա այն որոշումն է, որը պիտի կայացվի խորհրդակցելու նաև այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Վերջնական որոշում չկա, բայց հետևյալը պետք է ասեմ, պայքարը եթե պետք է շարունակվի, ապա պետք է օգտագործես բոլոր գործիքները, որոնք հնարավոր են։ Հիմա մանդատները դա լուրջ գործիք է պայքարը շարունակելու համար։ Իմ անձնականի մոտեցումը սա է, բայց կրկնեմ, վերջնական որոշումը չկա։ Բայց որ պայքարը շարունակելու են, ուղղակի այստեղ կասկած չի կարող ունենալ։ Նաև փողոցը նկատի ունեք։ Նաև փողոցը տարբերությունը հետևյալի մեջ է։
լեգիտիմությունը իսկապես լուրջ կասկածի տակ է։ Իշխանության լեգիտիմությունը երբ կասկածի տակ է, սա այլ մթնոլորտ է ձևավորում նաև ներսում։ Բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվել։ Բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր քվեարկել են ԿՊ-ի համար, իրենք սա տեսնում են։ Սա նշանակում է, որ իրենց վարած քաղաքականության եւ իրենց անցկացրած ընտրության, այսպես ասենք, փլատակների տակ մնալու է հենց ԿՊ-ն։ Եվ չեմ կարծում, որ դա տևելու է շատ երկար։ Հայաստանում բոլոր տեղի ունեցած ընտրությունների ընթացքում միասին այդքան կանոնավորումներ, ձերբակալություններ եւ քրեական գործեր չեն հարուցվել, ոնց որ միայն այս ընտրությունների ժամանակ։ Եվ նպատակ ակնհայտ էր քայքայել անդիմադիր շտաբերի աշխատանք, կազմալուծել այդ շտաբերը եւ ըստ էության խաթարել իրենց աշխատանք։ Միայն այս բլոկը արդեն եւս բավարար է ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու համար, որովհետեւ այս գործողությունը ակնհայտ ազդել է վերջնական արդյունքների վրա։ Երկիրը մեկ ինտեգրված տնտեսական համակարգից փորձում է տեղաշարժվել դեպի մեկ այլ անորոշ համակարգ։ Հայաստանը մտնում է տուրբուլենտության մի լուրջ փուլի մեջ։ Անընդհատ լրջագույն տնտեսական հարցեր, տնտեսական խնդիրներ եւ այսպես ասենք, սա այս տուրբուլենտությունը շատ թանկ է նստելու եւ հայ ժողովրդի համար եւ չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է սա մարսել։ Շատ փոքր է ինքը դա մարսելու համար, ոչ այդ գիտելիքները ունի, ոչ այդ ռեսուրս ազդեցության ունի։ Նաեւ այս ընտրությունները ցույց են տալիս, որ այդ ազդեցություն, այդ ռեսուրսը դու այլևս չունես։ Կաշառեցիր մարդկանց բյուջեի միջոցներով, հետո այդ միջոցները շեշտակի նվազելու են։ Չես կարողանալու այս կաշառելու տեմպը պահել։ Հետո խնդիրները ունենալու դիմելու է Եվրոմիության, ասելու է մի քիչ էլ փող տվեք, մի քիչ էլ փող տվեք։ Զելենսկու պատմությունը սենց ուղղակի ոչ թե պատերազմային վիճակի, այլ տնտեսական, ասենք պատերազմի վիճակի բերել է հայ ժողովրդի գլխին։ Ընտրության շուրջ քաղաքական վեճերին զուգահեռ քննարկումների թեմա են դարձել նաև նախընտրական խոսումների տնտեսական հետևանքները։ Երբ պետությունը խոստանում է փոխհատուցել վնասները կամ նոր աջակցություն տրամադրել, բնականաբար առաջանում է հարց, որտեղից են այդ միջոցները։ Փորձագետները հիշեցնում են, որ նման որոշումները հաճախ իրենց ազդեցությունն են թողում հարկերի, գների եւ ի վերջո յուրաքանչյուր քաղաքացու ծախսերի վրա։ Թեմային առավել մանրամասն անդրադարձել է Սեդա Մակարյանը։ Բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ ես։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ ինքն է տալու փչացած պղպեղի գումարն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների արտահանումը։ ԿՊ-ն խոստացավ, որ կսուբսիդավորի ջերմոցատերերին, բայց փոխհատուցման մեթոդների մասին պարզ դարձավ միայն 3։ Կառավարությունը բարձրացրեց ակցիզային հարկը, ինչի հետևանքով թանկանալու են ծխախոտը, վառելիքն ու ալկոհոլը։ Կառավարության նման որոշումն ըստ տնտեսագետի միտված է հավաքագրելու խոստացված սուբսիդավորման գումարները։ Գյուղմթերքներ արտահանումներին հիմա պիտի աջակցի պետությունը եւ սուբսիդավորի, նաեւ Եվրոմիությունը 50 միլիոն եվրո խոստացել է օգնել։ Կարող է գումարը բավարարի կամ բավարար չի կամ այդ 50 միլիոն եվրոն նպատակների համար օգտագործի, բայց կարծում եմ, որ ուղղակի քանի որ հենց մոտարապես այդքան գումարներ է ծախսելու որպեսզի սուբսիդավորի բրենդի, գինու կամ ասենք մրգերի բանջարեղենների արտահանումները, հետեւաբար այդ գումարը հետ վերադարձնելու մեխանիզմ է։ Թանկացումից բացի հնարավոր է աճեն ապօրինի ներմուծման կամ կեղծ ակցիզային դրոշմանիշներով ապրանքների շրջանառությունը։ ՊԵԿ-ն արդեն արձանագրել է կեղծ ակցիզային դրոշմանիշերով ալկոհոլի եւ ծխախոտի դեպքեր։ Ստացվում է, որ կառավարությունն այլ քաղաքացիների հաշվին սուբսիդավորում է մյուս քաղաքացիներին։ Քաղաքական վերլուծաբանն ասում է, նպատակը սեփական իշխանության պահպանումն է։ Սա փաստացի պետական բյուջեն, այսինքն հարկատուների փողը շատ կոնկրետ կուսակցական քաղաքական նպատակներով ծախսելու մեխանիզմ է, այսինքն նախընտրական նպատակներով ստեղծվել է մի իրավիճակ, այդ թվում տնտեսության դաշտում, այդ թվում արտահանման դաշտում, եւ հիմա հարկատուների փողերով փակվելու է գինը, հաշիվը այդ իրավիճակին, որը պետք է ընդամենը մեկ քաղաքական ուժի, մեկ կուսակցության իշխանությունը պահպանելու համար։
Ըստ Բադալյանի, թոշակների բարձրացման մասին որոշումներ է նույն տրամաբանության մեջ տեղավորվում։ Մինչդեռ տնտեսվարողների կրած վնասները փոխհատուցելու համար անհրաժեշտ էր առնվազն ապահովել ներդրումային միջավայր, տնտեսական մրցակցության ուժեղացում։ Հենց այս նպատակով Հայաստանը մայիսի 27-ին Համաշխարհային բանկից 170 միլիոն 300 հազար եվրո նոր վարկ է վերցրել։ Տրամաբանությունը հուշում է, որ եթե հարկային բեռի զանգվածային ավելացում կա, իսկ մենք տեսնում ենք, որ խոսքը մի շարք ապրանքատեսակների ակցիզի մասին է, ապա հարկային բեռի այդ ավելացումը անխուսափելիորեն ենթադրում է գնաճի ընդգրկուն ռիսկ։ Նոր վարկը 28 տարի մարման ժամկետով է տրամադրվել։ Այս ֆոնին կառավարությունը մի կողմից բարձրացնում է հարկային բեռը, մյուս կողմից նոր վարկային միջոցներ ներգրավում։ Իշխանությունը վստահեցնում է, դա անհրաժեշտ է տնտեսության կայունության պահպանման համար, իսկ քննադատները հակադարձում են, պետական միջոցներն օգտագործվում են ոչ թե երկարաժամկետ խնդիրներ լուծելու, այլ կարճաժամկետ սոցիալական եւ քաղաքական ազդեցություն ապահովելու նպատակով։ Պետությունը կարող է քեզային հարկը բարձրացնել այն նպատակով, որ գումարներ կուտակի լոգիստիկ կենտրոններ ստեղծելու համար, որտեղ արդեն ակնհայտ է, որ Հայաստանը ագնտրանքային ճանապարհը պիտի զարգացնի, բացի Ռուսաստանի հակամարտարբերակից, մենք պիտի նաև ամեն մի վատ իրավիճակից օգուտ փորձենք քաղել, իսկ օգուտը այն է, որ մի կողմից պիտի ավելի շատ ուշադրություն դարձվի արտադրողների որակի վրա, արտադրողների սերտիֆիկացման վրա։ Միաժամանակ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է սահմանափակել հայ արտահանողների մի շարք ապրանքանիշների արտահանումը։ Վերջինը բոլոր տեսակի կարանտինային ապրանքների արտահանման արգելքներ։ Մասնագետներն ասում են, փակ օղակի մեջ է հայտնվել իշխանությունը։ Խոստումներ է տվել, բայց չի կարողանում կատարել դրանք, ստիպված վարկ է վերցնում ու այդ վարկը փակելու համար բարձրացնում է հարկերը։ Հայաստանում տնտեսությունը գտնվում է շատ անառողջ վիճակում, չկան ներդրումներ, երկիրը ըստ էության ստեղծող, արտադրող երկիր չէ, այլ առավելապես սպառող եւ սպասարկող ու ծառայություններ մատուցող տնտեսություն ունի։ Եվ միևնույն ժամանակ, ինչպես նշեցի, մեկ քաղաքական ուժի քաղաքական նկատառումներով ստեղծվել է իրավիճակ, որի հաշիվը հիմա հակելու են բոլոր հարկատուները։ Մինչ իշխանությունը փորձում է դուրս գալ իր ստեղծած լաբիրինթոսից, շուկայում ծաղկի ջերմոցատերերը ինքնարժեքից 2 անգամ էժան են վաճառում ծաղիկները։ Եվ ի վերջո պետական բյուջեն համալրվում է հարկատուների վճարած գումարներով եւ պետական պարտքի աճով ներգրաված միջոցներով։ Իսկ թե որքան արդյունավետ կծախսվեն այդ միջոցները եւ կլուծեն արդյոք արտահանողների խնդիրները, ցույց կտան առաջիկա ամիսները։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ մինչ քաղաքական եւ տնտեսական քննարկումները շարունակվում են, հերթական աղմկահարույց զարգացումն է գրանցվել կրթական ոլորտում։ Առանց նախնական քննարկումների եւ պաշտոնական բացատրությունների փակվում է 1929 թվականից գործող արտասահմանյան գրականության ամբիոնը։ Ամբիոնի ղեկավարությունն ու դասախոսները տեղի ունեցածը կապում են քաղաքական պատճառների հետ եւ պնդում համալսարանում պայքարում են ոչ թե կրթական խնդիրների, այլ այլակարծության դեմ։ Ինչ է իրականում տեղի ունենում Մայրբուհում, Անահիտ Սարգսյանն է ներկայացնում։ Փակվում է 1929 թվականից գործող Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնը։ Ամբիոնի վարիչին Անուշ Սեդրակյանին այդ մասին տեղեկացրել են ոչ թե պաշտոնապես ԵՊՀ-ից, այլ տարբեր հարակից աղբյուրների նախազգուշացումների միջոցով։ Պատճառը նրա քաղաքական գործունեությունն է, հատկապես Facebook-ի էջը։ Եվ այս մարդը, որ այսպիսի հակաիշխանական նարատիվներ է տարածում, այս մարդը, որ այս նյութն է տարածում, ընդ որում խոսքը գնում է ուղղակի ինչ-որ մեկի նյութը տարածելու մասին։ Ոնց է կարողանում լինել ամբիոնի վարիչ, ոնց կարող է այս մարդը կրթել ուսանողներին։ Ընդ որում ես ասեմ, ես պահում եմ կոդը, պահում եմ պատշաճությունը եւ քաղաքականության վերաբերյալ եւ ոչ մի բառ, հորդոր եւ քարոզություն չի եղել դասերի ընթացքում։ Սեդրակյանին բազմիցս խորհուրդ են տվել դադարեցնել եւ հանրային եւ քաղաքական գործունեությունը։ Առավել եւս, երբ որպես Միասնության թվեր կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու մասնակցել է 2026 թվականի խորհրդարանի ընտրությանը։
Սեդրակյանն էլ նշում է, եղել է վառ արտահայտված արևմտամետ ընդդիմադիր թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի օրոք։ Եղել է նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահը եւ ամբողջ ընթացքում զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Երբևէ նման խնդրի չի բախվել։ Ես միշտ վերադարձնում եմ համասարան որպես իմ սեփական տուն, որտեղ հնարավոր է մեկ-մեկ ինձ ասեին, դե հերիք այդքան բաների մասին խոսես, բայց որևէ միջոց չէր կիրառվում ինձ կասեցնելու, ինձ ճնշելու կամ ինչ որ մի բան անելու հաշվի առնելով առանց կեղծ համեստության եւ իմ պրոֆեսիոնալ կոմպետենտությունը եւ իմ բացառիկ ոչ կոռուպցիոն գործունեությունը։ Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Ամալիա Սողոմոնյանը վստահեցնում է. Նման որոշում չէր կարող կայացվել մինչև հոգաբարձուների խորհուրդը չհաստատեր, այսինքն եղել են նախնական քննարկումներ ամբիոնը լուծարելու մասին, սակայն ոչ իրենց ամբիոնի դասախոսների հետ։ Իրենք վերջում ուղղակի իմացել են, որ գիտխորհրդի նիստ է տեղի ունեցել, ընթացքում էլ ամբիոնի լուծարման հարցն է քննարկվել։ Սա կապել միայն քաղաքականության հետ եւ Տիկին Սեդրակյանի անձի հետ սխալ է, որովհետեւ այստեղ կան նաեւ այլ ամբիոնակիցներ, որոնց կարծիքը պիտի հաշվի առնվեր եւ բացի այդ պիտի լինեին քննարկումներ, այսինքն եւ ամբիոնի աշխատակիցները եւ ֆակուլտետի մասշտաբում եւ այսպես ավելի վերևում այս հարցը պիտի քննարկվեր եւ պիտի ալտերնատիվներ, լուծումներ գտնվեին։ Սողոմոնյանը նորության ասպասելիությունը համեմատում է Կաֆկայի կերպարանափոխության հետ։ Ուսանողներից մեկ առավոտյան ուղարկել էր մի նյութ, պատկերացրեք, որ դուք արթնանում եք եւ դուք ուտիճի եք վերածվել Գրեգորի Զամզայի հայտնի կերպարանափոխությունն եւ ես նյութը տեղադրեցի ու մի 2 ժամից սկսվեց այդ լուրը պտտվել ու հիմա ասում եմ ինչպիսի բան, այսպես բախտիքը մահաճույք, այսինքն դու մեկ էլ արթնանում ես ու պարզում է, որ այն ամբիոնը, որտեղ որ դու 15 տարի այսպես ապրել ես, աշխատել ես, սովորել ես, ասպիրանտուրա, հետո պաշտպանել, հետո ասիստենտ, հետո դոցենտ ու մեկ էլ վերջ փակեցին։ Իսկ ինչ կարիք կա փակելու ամբիոնը։ Ֆինանսական իմաստով այստեղ ոչ մի խնդիր չի լուծում համալսարանը, այսինքն այնպես չի, որ շատ գումար է ծախսում ինքը ամբիոնի վրա, հիմա քչացնում է, խոշորացման այսպես օգնությամբ այդ խնդիրը լուծում է։ Այս խնդիրը հաստատ չի լուծում, որովհետև եթե մեզ աշխատանքից չեն հեռացնում, ապա Եթե խնդիրը պարզապես Սեդրակյանի քաղաքական գործունեությունն է, կարող էին ասել դրա մասին։ Սեդրակյանն ինքը չէր թողնի, որ լուծարվի ամբիոնը, վստահ է Ամալիա Սողոմոնյանը։ Ես համոզված եմ, որ Տիկին Սեդրակյանը առանց մի վայրկյան մտածելու կստորագրեր դուրս կգար ամբիոնի վարիչի պարտականություններից եւ կասեր, որ ամբիոնին հանկարծ ձեռք չտա։ Անուշ Սեդրակյանը եւս ընդգծում է, որ ինքը հանուն ամբիոնի շարունակականության պատրաստ կլիներ գնալ նման զոհողության։ Ամբիոնը իմ իմաստ ուներ ծրելու այն պատճառով, որ միայն այդ ճանապարհով կարող էին ինձանից ազատվել։ Թեպետ կարելի կա, եթե ես ասում եմ, եթե ես այնքան եմ սիրում ես ամբիոնը, որ ինք անձնապես կանչեի եւ ասեին դուրս արի, որ ամբիոնը պահպանվի, ես դա կանեի։ Անուշ Սեդրակյանը համոզված է, սա քաղաքական հաշվեհարդար է, վաղուց արված հաշվարկ, որի վերջնանպատակը հետեւյալն է։ Արագ գործել, հաշվի առնել, որ գետնտրական թոհուբոհում աղմուկ չի բարձրանա եւ արագ ազատվել անցանկալի մարդկանցից, այսպես կոչված մաքրել ավգյան ախորները։ Ամբիոնն ուներ բացառիկ նշանակություն համաշխարհային մշակույթին ինտեգրվելու համար։ Դա առաջին դերթին լինում է ոչ թե եվրոպական վիզաներով կամ հոլանդական վարդերով, դա լինում է մտածողության ինտեգրացիայի շնորհիվ։ Քաղաքականությունը մի կողմ դրած, այսպես պաշտոնները մի կողմ դրած, որտեղ ես միշտ սիրում եմ ասել եւ ամբիոնի վարիչները եւ ռեկտորները շատ այսպես եւ քաղաքական այսպես գլուխները կփոխվեն, բայց կան բաներ, որ չեն փոխվում։ Դրանք արժեքներն են, մշակույթն է, գրականությունը, որը փրկում է եւ մեր հասարակությանը հաստատ կարդացող մարդիկ պետք են։ Սփյուռքահայ համայնքները պատրաստ են ֆինանսավորել ամբիոնի գործունեությունը, սակայն Անուշ Սեդրակյանը կարծում է արդյունքը նույնն է լինելու։ Ինքը Սեդրակյանը որոշել է ազատման դիմում գրել եւ տեղի ունեցածի արդար քննության համար հասնել մինչեւ եվրոպական դատարան։ Փորձեցինք տեղի ունեցածի մասին տեղեկություններ ստանալ նաեւ ԵՊՀ մամուլի բաժնից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իրավական գործընթացների շրջանակում նոր զարգացումներ կան։ Հակակոռուպցիոն դատարանը որոշել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը եւ նրա նկատմամբ հայտարարել հետախուզում։
Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը պնդում է, որ խոսքը տարիներ շարունակ քննված գործի մասին է, որի շրջանակում նախկինում հանցագործության փաստ չի արձանագրվել։ Փաստաբանը տեղի ունեցածը համարում է ապօրինի։ Արծում Խաչատյանը մեկնում է, այսինքն պատկերացնում եք, չէ՞, սա ամբողջ տարիների ընթացքում այստեղ մի անգամ չեն կանչում հարցաքննության, մեկ էլ հանկարծ որոշում են, որ Հայաստանից մեկնում է, մի անգամից մեղադրանք, ձերբակալում եւ այլ, ու չեն էլ սպասում ներկայանա, որովհետեւ այնտեղ բժշկական փաստաթղթեր նաեւ ուներ, որոնք ներկայացրել էինք միջև այս process-ները, այսինքն մենք չգիտեինք, որ այսպիսի խնդիրներ կա, այս բոլոր process-ները բժշկական ունեինք եւ այդ փաստաթղթերը կար, հիմա ներկայացրել ենք, ասում ենք մի քանի օր սպասեք, այս բժշկական հարցերը ավարտվի, ներկայանա, որովհետեւ միշտ եկել է, երբեք չի խուսափել, չի թաքնվել, այսինչ հրատապություն էր, էլի, օրինակի համար 19 թվականից քննում եք, 11 թվականի դեպք ու այսօր որոշեցիք այս հրատապությունը, որոշեցին, որ ոչինչ չանեն, այսինքն չսպասեն եւ կալանքի միջնորդությունը քննարկեն։ Այս առումով մենք գտնում ենք, որ այստեղ ուղղակի ուղղորդված գործընթացներ են եւ կարծում եմ ինքներդ էլ, որ այս ամբողջ ժամանակագրությունը գնահատեք, կտեսնեք, որ ուղղակի նպատակային փորձ են արել ճնշումներ գործադրել, թե ինչի համար դա հետագայում կարծում եմ ավելի հստակ բարձ կլինի, բայց մի բան հաստատ է, Արծում Խաչատյանը բացարձակապես մեղադրանքի հետ կապ չունի, նրա միակ Այսպես ճակերտները ասած մեղքերն է, որ ինքը երրորդ անձից ձեռք է բերել այս գույքը 17 թվականին, որը իբր թե 11 թվականից հանցավոր ճանապարհով դուրս է եկել պետության ֆոնդից։ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը եւս կարծում է, որ հարուցված վարույթն ու իրականացվող գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն։ Գործի քննությունը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին, որի վերաբերյալ 11/06/2026 կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արամ Գրիգորյանը մեկ այլ հանրային հնչեղություն ունեցող գործով կայացրել է արդարացման դատավճիռ եւ համոզմունք է հայտնել, որ այդ դատավճիռը կայացվել է կաշառքի դիմաց։ Արծում Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի անհիմն որոշումը բնականաբար կբողոքարկվի վերաքննիչ դատարան, իսկ մինչ այդ կոչ ենք անում ու հորդորում ենք արդարադատություն իրականացնող մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակում եւ չտրվել քաղաքական իշխանության այսպես կոչված սադրանքներին։ Նույն իրավական գործընթացների շրջանակում խափանման միջոց է կիրառվել նաև քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, նաև մի շարք սահմանափակումներ, այդ թվում հրապարակումներ անելու եւ սոցիալական ցանցերով հաղորդակցվելու արգելք։ Դատարանը բերման ենթարկելու որոշում է կայացրել նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ։ Օհանյանը չի ներկայացել երեկվա դատական նիստին, այդ պատճառով դատավորը նրան դատարան բերման ենթարկելու մասին որոշում է կայացրել։ Թեպետ Օհանյանը մեծ զրույցում հայտնել է, որ համապատասխան տեղեկանքը ներկայացրել է հիվանդության մասին եւ չգիտի ինչու են այդպիսի որոշում կայացրել։ Միջազգային զարգացումների առանցքում շարունակում են մնալ ԱՄՆ-Իրան հարաբերությունները։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնությունը կարծես ավելի մոտ է, քան երբևէ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում գրել է, որ կողմերը մոտ են հուշագրի վերջնական համաձայնեցման։ Նա կոչ է արել մինչև փաստաթղթի պաշտոնական հաստատումը զերծ մնալ դրա բովանդակության վերաբերյալ շահարկումներից, ընդգծելով, որ Իրանը գործընթացում որդեգրել է պատասխանատու եւ թափանցիկ մոտեցում։ Մինչ Թեհրանը խոսում է համաձայնության մոտ լինելու մասին, Վաշինգտոնը կտրականապես հերքում է արդեն հրապարակված տարբերակները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական լրատվամիջոցներում հրապարակված հուշագրի տեքստը որևէ առնչություն չունի իրական բանակցությունների հետ։ Թրամփը հայտարարել է, որ հրապարակված կետերը որևէ կերպ չունեն իրական բանակցությունների հետ։ Ավելի վաղ իրանական Մեհր գործակալությունը հրապարակել է 14 կետից բաղկացած փաստաթուղթ, որտեղ խոսվում էր ծովային շրջափակման վերացման, ամերիկյան ուժերի դուրսբերման եւ Իրանի վերականգնման համար առնվազն $300 միլիարդ աջակցության համար։
Մինչ Իրանի շուրջ բանակցությունները շարունակվում են, տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է նաև այլ ուղղություններով։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի հարավում գտնվող Սելա բնակավայրի շտապօգնության գետին։ Լիբանանի շտապօգնության ծառայության տվյալներով տուժել են փրկարարներ։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի սկզբից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 132 բուժաշխատող եւ փրկարար, վիրավորվել 393-ը։ Վնասվել են նաև տասնյակ բուժհաստատություններ եւ շտապօգնության մեքենաներ։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 30-ից 32, իսկ երեկոյան կլինի 14-ից 16 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, կհանդիպենք։